Սա Արամեն է, այսպես է անվանել Արմենադոնցը իր պիթոնին, հսկայական այս սողունը Նորքի հայորդացտան հյուրն է, մասնակցելու է Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի հոբելյանական միջոցառմանն ու հետաքրքիր համար է ներկայացնելու։ Ես սովորել եմ Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը, որից հետո տեղափոխվել եմ Երևանի կրկես, այնտեղ աշխատել եմ եւ այնտեղ սովորել եւ աշխատել եմ։ Ու միշտ հավատարիմ եմ այստեղ, միշտ գալի, գնում, միշտ կապերը կան։ 1973 թվականին կրկեսային այս դպրոցն ընդամենը փոքրիկ խմբակ էր, որը հետագայում ընդլայնվեց ու դարձավ ստուդիա։ Իսկ 20 տարի առաջ այն անցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հովանու ներքո շարունակեց գործել Նորքի հայորդաց տանը։ Կրկեսային դասարանն այս տարի նշում է իր հիմնադրման 40-ամյակը։ 3 տարի առաջ է վերանվանվել հիմնադրի Գևորգ Գինոսյանի անունով։ Այսօր կրկեսը ղեկավարում է նրա որդին Ավետիս Գինոսյանը։ Կրկեսային դպրոցն այս տարիների ընթացքում մեծ նվաճումներ է ունեցել։ Շրջանավարտներից շատերն այսօր կրկեսի առաջատար դերասաններից են։ Գործում են գրեթե բոլոր ժանրերը, ակրոբատիկան ու մարմնամարզությունը պարտադիր բաղադրիչներ են։ Չկան միայն աճպարարներ, ծաղրածուներ եւ կենդանի վարժեցնողներ։ Մեր երեխաները կլոր շրջանի մեջ չեն աշխատում, ինչը դժվարեցնում է կրկեսային դերասանի, կրկեսային կատարումը, որովհետև երբ որ կրկեսի արենան ինքը կլոր է եւ ինքը թույլատրում է ամբողջական վերցնել, այս բարդությունը անշուշտ կա մեզ մոտ եւ կարծում եմ, որ կարողանում ենք հաղթահարել։ Հոբելյանական միջոցառման ընթացքում Հայաստանի Հանրապետության մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունների կողմից Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի մանկավարժները հուշամեդալների ու պատվոգրերի արժանացան։ Նորքի հայորդաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանն ու կրկեսային դպրոցի գեղարվեստական ղեկավար Ավետիս Գինոսյանը պարգևատրվեցին մշակույթի նախարարության պատվոգրերով եւ Գրիգոր Նարեկացի հուշամեդալներով։ Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի համար եւ հիմնադրման 40-ամյա հոբելյանի առիթով դպրոցը պարգևատրվեց նաեւ Կրթության գիտության նախարարության բարձրագույն պարգևով, ոսկե հուշամեդալով։ Այս տարի մենք մասնակցել ենք 4 մեծ միջազգային մրցումների, որից բերել ենք 2 ոսկե մեդալ, 1 արծաթե մեդալ։ Երևանը 2012-ին հայտարարված էր գրքի համաշխարհային մայրաքաղաք։ 2013-ին տիտղոսը փոխանցվեց Բանգկոկ քաղաքին եւ մշակութային միջոցառումներին մասնակցելու համար պատվիրակության կազմում էր նաեւ կրկեսային դպրոցը։ 2012-ի նոյեմբերին դպրոցը մեկնեց Ժնև մանկական Եվրատեսիլի շրջանակում մասնակցելու կրկեսային մրցույթի։ Իդեպ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում։ Կրկեսային դպրոցի սաներն ի տարբերություն մյուս երկրների ներկայացան մի քանի համարով։ Զվարճալի աթոռ համարը դրանցից մեկն էր։ Դպրոցում փորձում են պահել կրկեսային արվեստի ավանդական կատարողական տեխնիկան։ Բացի երիտասարդական 8-րդ միջազգային Դելֆյան խաղերին, այս համարը ոսկե մեդալ է բերել։ Բեմում Լուսինեն ու Ռայան են։ Կրկեսային արվեստը սինթետիկ արվեստ է, ներառում է արվեստի գրեթե բոլոր ճյուղերը, որոնցից յուրաքանչյուրը երեխայի մեջ զարգացնում է գեղագիտական զգացողություն, ճաշակ, սպորտային կեցվածք, ընկերասիրություն, պատասխանատվություն։ Այս ամենը սակայն առանց հայորդաց տանը ստացած հոգևոր գիտելիքի ամբողջական չէր լինի, համոզված է հայորդաց տան տնօրենը։ Ինչ է հարկավոր հաջողության հասնելու համար փոքրիկներն իրենց տեսակետն ունեն։ Բեմական փորձ է ստանում, որ բեմի վրա կարողանան կողմնորոշվել։ Պետք է մարդը իր մեջ կամքի ուժ ունենա, որպեսզի ամեն ինչի հասնի։ Պարապելու հետևանքն է, եթե պարապեն կստացվի ու կլինի ամեն ինչ լավ։ Վստահ լինել, որ կարող եմ ես ու շատ ուրախ եմ, որ բեմ եմ դուրս գալիս բոլորի առջև։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։